Պարոն Կարապետյան, Թումանյան համայնքից եմ, Լոռու մարզի, փոքր քաղաք է, արդյունաբերական, հող չունենք ընդհանրապես, գործարանները փակվել են, իմ ժողովրդի խնդրանքը, որ մեր արդյունաբերությունը զարգացնենք։ Դա մեր ծրագրի մեջ կա, հիշում եք, 300,000 աշխատատեղ։ Դրա մեջ մտնելու է անպայման վերականգնել բոլոր, փորձելու ենք բոլոր արդյունաբերական հզորությունները, որը գոյություն ուներ, հիմա գոյություն չունի, բայց այս իշխանությունները մտան քաջարանում, սկսեցին իրենց գռդոնը անել, էլ իրենց հետաքրքիր չէր հարցեր լուծելը, որովհետև հիմա ինչ կա, իրենց շատ է ձեռնտու։ Նրանք լավ տեղավորվել են քաջարանում, Թեղուտում, իրենց հարցերը լուծում են, դրա համար ոչ մեկի հետաքրքիր չի, որ նորից մենք վերամշակենք հողը, ստանանք պղինձ, պղինձից է նորից ստանանք, մենք հիմա պղինձը առնում, չգիտեմ որտեղից բերում ենք, որ Տաշիրի մեր ստեղծած կաբելի գործարանը աշխատի, երբ որ մենք 100,000 տոննա պղինձ տանում ենք Չինաստան ենք տալիս, պատկերացնեք ինչ ծախսեր ենք անում, էֆեկտիվությունը լրիվ գցում ենք, մենք էլ գնում ենք ուրիշ տեղից պղինձ ենք բերում։ Ընդամենը մեկ գործարան է պետք, որ վերամշակի ամբողջ Հայաստանի կոնցենտրատը։ Մենք նույնիսկ նախագծերի մասով ահագին առաջ են գնացել, դա կլինի մեր ամենաարագ գործը, որ մենք կանենք։ Բացի դրանից մենք նայելու ենք ինչի հնարավորություն կա, վերականգնելու ենք գործարանները, պետք է նայենք ինչն է ձեռնտու Հայաստանին։